Շարունակեցինք մեր դասախոսությունները։ Մենք արդեն բավական ճանապարհ ենք անցել ներկայացնելով Հռոմը, Հռոմեական Հանրապետությունը ավելի ճիշտ, իր կառույցով, իր պատմությամբ, իր գաղափարախոսությամբ, իր ծաղկմամբ, իր անկմամբ, իր վերասերման գործընթացով, որը պետք է տաներ նրան դեպի հանրապետական միապետություն։ Եվ այս ընթացքում որոշում կայացրինք նաև անդրադառնալ Հռոմի հարաբերությունները մեծ հայքի հետ։ Շատ ժողովուրդներ չկան արդի աշխարհում, որ կարող են ներկայանալ իբրև Հռոմեական Հանրապետության հետ իրենց հարաբերությունների տեսակով, կերպով, որակով, ինտենսիվությամբ։ Այդ ժողովուրդներից մեկը հենց հայերս ենք։ Ոստի որոշեցինք այս մի քանի դասախոսությունների ընթացքը նվիրել այս հարաբերություններին։ Նկատի ունենալով, որ միջազգային հարաբերությունները, դիվանագիտությունը տալիս են մեզ պատկեր տվյալ էթնիկ, սոցիալական, քաղաքակրթական միավորի օգտակար գործողության գործակցի վերաբերյալ գլոբալ պատմության շրջանակներում։ Ոստի որոշեցինք ներկայացնել այսպիսի մի թեմա՝ մեծ հայք, Հռոմեական Հանրապետություն, քաղաքական հարաբերություններ Քրիստոսից առաջ առաջին դարում, աշխարհաքաղաքական իրավիճակ, դիվանագիտություն, գաղափարախոսություն։ Այս թեման նախքան բացատրելը, մենք որոշել ենք հիմնական հասկացությունների շուրջ խոսել, որպեսզի ներկայացնենք այդ միջազգային հարաբերությունների տեսակը, կերպը, նախ ներկայացնել դրանց ֆորմալ կառույցը, ապա դրանց բովանդակությունը, իսկ ապա դրանց գործառույթը կոնկրետ պատմական ժամանակի եւ տարածության մեջ։ Եվ այսպես Հռոմեական Հանրապետություն եւ իր արտաքին քաղաքական չափումները, դրանք ձևակերպված էին մի քանի հիմնարար արտաքին քաղաքական հոլովույթների, արտաքին քաղաքական հղացքների եւ սահմանումների մեջ։ Ոստի դրանք հասկանալու համար նրանք պետք է տեսնենք այս հասկացությունների, ինչպես քիչ առաջ ասացինք, եւ ձևաբանական եւ խորքային իմաստային առումները։ Եվ այսպես հռոմեացիները մենք արդեն խոսել ենք եւ իտալական դաշնության ստեղծման պատմությամբ եւ Հռոմը եւ միջերկրածովյան ավազանի երկրների հարաբերությունները այս առնչություններով, ասել ենք, որ առաջնորդում է մի քանի հիմնարար իրավաքաղաքական հասկացություններով, սահմանումներով, բանաձևումներով։ Եվ մենք դրանցից առանձնացրել էինք առաջինը՝ Socius Populi Romani, Amicus Populi Romani եւ Hastus Populi Romani։ Ցավոք մեր նախորդ սերունդը հետազոտողների այս հասկացությունները թարգմանել են հռոմեական ժողովրդի դաշնակից, հռոմեական ժողովրդի բարեկամ, հռոմեական ժողովրդի թշնամի հասկացություններով։ Նշենք, որ այս ձևակերպումները հեռու են պատմական ճշմարտություններից։ Եթե մի պահ հին հռոմեացիները հայացք նետեին այս թարգմանության վրա, խիստ կզարմանան, ապա ինչու՞ չէ, կարող է նաև զայրանան, որովհետև իրենք ժողովուրդ չէին։ Այստեղ մեզ օգնության է գալիս նշանավոր փիլիսոփա, ճարտասան Կիկերոնը, էթնիկ կազմավորումներին բաժանում է մի քանի այսպես աստիճանների։ Առաջին աստիճանը ասում էր նա տունն է, տոհմն է, ֆամիլիա, gens եւ tribus, ցեղը։ Սրանք չունեն գրավոր օրենքներ, գրավոր կուլտուրա,
չունեն պետական կայուն հաստատություններ։ Մյուս этаպը ասում է Վոլգուսը արդեն ժողովուրդն է։ Սրանք արդեն ունեն օրենքներ, ունեն հաստատություններ, ապրում են քաղաքներում, երբեմն օպիդուս, բայց քաղաքացիական հասարակություն չունեն։ Եվ վերջապես վերջին աստիճանը այն ժողովուրդներն են, որոնք ապրում են քաղաքացիական հասարակությամբ, ունեն կայուն գրավոր օրենքներ, կայուն սոցիալական քաղաքական հաստատություններ, գրավոր մշակույթ, քաղաքացիություն, ինքնագիտակցող, սրանք ապրում են քաղաքի բարձրագույն աստիճանը ներկայացնող քաղաքական միավորումների մեջ, որոնք կոչվում են urbs։ Երբեմն տեքստերի մեջ Հռոմի մասին գրում են պարզապես urbs, հա? Եվ հետազոտողը կամ թարգմանողը պետք է թարգմանի իբրև Հռոմ։ Դա իրենք են ամենաբարձր սոցիալական միավորի մակարդակով։ Օգոստոսյան ժամանակաշրջանի նշանավոր պատմագետ Տիտուս Լիվիուսը իր էպիկական պատմությունը Հռոմի մասին վերնագրել է ab urbe condita, քաղաքի հիմնումից ի վեր, բայց քաղաք urbs հասկացության մեջ դրված է նաև քաղաքացիական համայնք հասկացությունը, ուստի նրա գաղափարն էր, թե այն գլխից էլ դեռևս հռոմեացիները իրենց պատմության արշալույսից ի վեր քաղաքացիական համայնք էին ներկայացնում։ Ուստի մենք պետք է թարգմանենք այս հասկացությունները, այս ֆորմալ կողմը ներկայացնելով, ասում ենք պետք է թարգմանենք այս հասկացությունները իբրև հռոմեական ազգի դաշնակից, հռոմեական ազգի բարեկամ եւ հռոմեական ազգի թշնամի։ Նշենք, որ մեր Մովսես Խորենացին ևս հայրիս նկատմամբ շատ հաճախ օգտագործում է ազգն հայոց։ Նա չափազանց լավ տեղյակ էր հելենիստական այս գաղափարաբանության հետ։ Երկրորդ կետը, որի մասին ուզում ենք խոսել այս հասկացությունների ներքին բովանդակության մասին։ Առաջինը մենք ասացինք սոցիուս դաշնակից հռոմեական ազգի։ Օրինակ սան ասում են սյոմախոստոն Ռոմայան հռոմեացիների դաշնակից։ Մյուսը ֆիլոստոն Ռոմայան հռոմեացիների բարեկամ։ Եվ վերջապես այն թշնամիները դրանց անգամ շատ քիչ էին անդրադառնում, որոնց հռոմեացիները գրավելուց հետո դարձնում էին պրովինցիա, վինկոբարիցը նշանակում է հաղթանակված, գրավված, ասված։ Հելենիստական միջավայրում այս հասկացությունների ներքին բովանդակությունը իմասնավորի հռոմեական ազգի բարեկամի բովանդակությունը բացելիս ավելի շատ մոտ էին փիլիսոփայական ընկալումներին։ Դրան հետագայում մոտեցան եւ հռոմեացիները, երբ արդեն հանրապետությունը սկսեց ծաղկել, հռոմեական էլիտան սկսեց իրենց երեխաներին ուղարկել Աթենք եւ Ռոդոսի փիլիսոփայական ճարտարապետական դպրոցներ սովորելու եւ նրանք սկսեցին այդ գաղափարներին, իմասնավորի Արիստոտելի գաղափարների մոտ կանգնել։ Արիստոտելը ասում է, որ բարեկամությունը ունի մի քանի տարատեսակներ։ Տարատեսակներից մի ծայրաբևեռն այն է, որ երկուսը միավորվում են մեկ շահի շուրջ, մեկ հետաքրքրության շուրջ բոլոր հարցերի կապակցությամբ եւ օգուտն էլ կիսում են միմյանց հետ։ Բայց մյուս բևեռը, երբ բարեկամները պայմանավորվում են մեկ կամ երկու ընդհանուր հետաքրքրության շուրջ, դրանից դուրս այլևս նրանց փոխադարձ հարաբերությունները լրացվում են։ Արիստոտելը վերջում ավելացնում է նաև, որ դրանք այս ընդհանուր գործողությունից հետո պահպանում են հյուրընկալության, առօրյական բարեկամության հարաբերություններ կարող են,
բայց միասին այլևս պատասխանատվություն չունեն, հա, մնացած բոլոր գործարքների նկատմամբ։ Ես սա ասում եմ, հետագայում պետք է հիշեցնեմ, որ Տիգրան Մեծի եւ Միրդադ Պոնտացու հարաբերությունները հենց այս բարեկամության տեսակի վրա էին հիմնված։ Որովհետեւ մենք հասկանանք, թե պատմությունը ինչպես ընթացավ այն ուղով, որը մենք երբեմն նկարագրում ենք, բայց դրա խորքային իրողությունները այնպես էլ մեզ համար բաց է մնում։ Ասեմ, որ բարեկամները մենք արդեն վաղուց ասել ենք, որ ունեին իրենց ներքին բացարձակ ինքնավարությունը, եւ իրենք էին որոշում օգնել Հռոմին, թե ոչ, բայց միակ բանը, որ նրանք պարտավոր էին, դա նա էր, որ նրանք չպետք է գործեին հակառակ հռոմեական քաղաքականության եւ հռոմեական շահերի։ Ով մեր դեմ չէ, մեր բարեկամն է, կարելի է ձևակերպել հենց այսպես։ Իսկ ընդհակառակը դաշնակիցները, որոնք էլի ունեին իրենց ներքին ինքնավարությունը, պարտավոր էին հետևել Հռոմի արտաքին քաղաքականությանը, նրան տրամադրել ռազմական ուժ, երբեմն նաև հարկ Հռոմին տրամադրել, հա? Աուգզիլի հռոմեական բանակում կային ուժեր օգնական, որոնք բաղկացած էին հենց դաշնակիցներից։ Դաշնակիցները էապես օրենքի դիտանկյունից տարբերվում էին բարեկամներից։ Հարցի խնդրի այս մոտեցումը շատ լավ ուսումնասիրված է հարդի պատմագրության մեջ։ Այն գիտությունը, որ ներկայացնում է Հռոմը, Հռոմի պատմությունը եւ ընդհանրապես անտիկ գիտելիքը շատ լավ ավանդույթներ ունի։ Դրա տեսեւորումներից մեկը, այսպես մի parahեղ, այսպես հանրագիտարան կա, կոչվում է Պաուլի Վիսովայի հանրագիտարան։ Այս Պաուլի Վիսովայի հանրագիտարանը Real Enzyklopädie der klassischen Altertumswissenschaft Տոշնյակ հատորներ։ Այստեղ նշանավոր հետազոտողներից մեկը Հայնրիխ Նոյմանը վաղուց մշակել էր հոդվածների շարք ունի Federatus, հա? Amicus Populi Romani, Foedus Populi Romani, Socius Populi Romani, այս բոլոր հասկացությունների մասին։ Մանրամասն ներկայացված են սկզբնաղբյուրները։ Հետո էլի ուսումնասիրություններ կային, ես կարող եմ հիշատակել Էրնստ Բեդյանի ուսումնասիրությունները հռոմեական կլիենտելայի վերաբերյալ, հա, Շերվին Վայթի, Ալեքսանդր Շերվին Վայթի եւ այլոց ուսումնասիրություններ, դրանք շատ են։ Այս ասպեկտը, այս դիտանկյունը ներկայացնում է տեսական դիտանկյունը, ինչպիսին կարող է լինել հարաբերությունների այս կերպը։ Բայց մենք շատ լավ գիտենք, որ միշտ չէ, որ կյանքը, իրականությունը, հա, եւ գաղափարը միշտ համընկնում են միմյանց։ Չէ՞ միջազգային հարաբերությունների մեջ կան առնվազն երկու կողմ, եւ առնվազն այս երկու կողմերը այդ խնդիրներին պետք է մոտենան, այո, տարբեր ընկալումներից, նրանց ընկալումները միշտ չէ, որ համընկնում են միմյանց։ Եվ եթե այս հասկացությունները դնում ենք Հռոմի պատմության, արտաքին քաղաքական պատմության հետնախորքի վրա, տեսնում ենք մի հետաքրքիր իրողություն։ Երբ հռոմեացիները հայտնվում են մեկ իրենց համար նոր տարածքում, այս նոր տարածքում նրանք գտնում են մի ուժեղ դաշնակից, նրանց ուժեղացնում էին իրենց դիրքերը այդտեղ ապահովելու համար, մանավանդ եթե այդ տարածքում կային իրենց հակառակորդներ։ Ամեն ինչ անում էին այս բարեկամի ուժը հեղինակությունը բարձրացնելու համար։ Բայց երբ նրանք արդեն հաստատվում էին այստեղ, արդեն սկսում էին խառնել իրար դաշնակիցը եւ բարեկամը,
Եվ գրում են Socius et amicus populi Romani, գրում են հռոմեական ազգի դաշնակից եւ արդեն բարեկամ։ Դա հնարավորություն է տալիս նրան արդեն մանևրելու իրենց ցանկացած ձևով, իջեցնելու կամ բարձրացնելու։ Այսպես եղավ Նումիդիա թագավորության հետ։ Մենք իր մասին, այս թագավորության մասին բավական հանգամանալից խոսել ենք։ Երբ պետք էր պայքարել Կարթագենի դեմ, հռոմեացիները սրանց բարձրացնում էին, բայց երբ Կարթագենը այլևս վերացավ եւ նրանց անհրաժեշտությունը հռոմեացիները անդադ իջեցնում էին։ Եվ առաջին քայլը լինում էր, ինչպես քիչ առաջ ասեցինք, դաշնակիցը եւ բարեկամը խառնելով կամ միացնելով միմյանց հետ։ Այսպես եղավ եւ Փոքր Ասիայում, երբ որ հռոմեացիները եկան, այստեղ կար Պերգամի թագավորություն։ Հռոմեացիներին պետք էր ոտքի տեղ արևելքում, եւ նրանք սկսեցին աջակցել Պերգամի թագավորությանը, օգտագործել նրա ռեսուրսները, որպեսզի պայքարեն Մակեդոնիայի դեմ, 3 մակեդոնական պատերազմներ են եղել, եւ այս թագավորությունը իսկապես օգնում էր։ Սա մեծ թագավորություն չէր, բայց լավ ռեսուրսների, ոսկու առատանքեր ուներ, միջազգային առևտրի խաչմերուկում էր գտնվում, մշակույթն էր զարգացած, տեխնոլոգիաներն էին զարգացած, առևտուրն էր զարգացած, Հռոմեացիները սրանց բարձրացնում էին, հատկապես Էվմենոս երկրորդ արքայի ժամանակ 197-159 թվականներին շատ բարձրացրեցին այս թագավորությունը։ Բայց երբ նրանց ոտքի տեղը արդեն կար, այստեղ նրանք սկսեցին սահմանափակել այս պետությունը։ Ատալոս երկրորդ, Ատալոս երրորդ, թագավորների ժամանակ Ատալոս երրորդին ստիպեցին գրելու կտակ, որ իրենից հետո թագավորություն անցնում է հռոմեացիներին։ Մենք կրակոցների կապակցությամբ այս խնդրին առնչվել ենք։ Ուրեմն նրանց այլևս պետք չէր այդպիսի մի մեծ, հզոր դաշնակից ունենալու։ Հռոմեացիները իրենց հայացքը հառում էին դեպի ավելի արևելք։ Այստեղ եւս նրանք նույն քաղաքականությունը պետք է կիրառեին, որպեսզի կարողանային հաստատել այս տարածքներում իրենց բացարձակ տիրապետությունը։ Քրիստոսից առաջին դարում հռոմեացիները առաջին անգամ ոտք են դրել եւ իրենց հայացքը ուղղել դեպի արևելքի գործերը, գործնական, 96-93 թվականներին Քրիստոսից առաջ։ Սուլլան էր, որն ուղարկվել էր Կիլիկիա պրոկոնսուլական իրավունքներով։ Նա եկել էր այստեղ, ուզեցել էր արդեն, որ Հռոմը պետք է ունենա մի ավելի ուրիշ դաշնակից։ Նրանք որոշել էին, որ դա պետք է լինի Կապադովկիայի թագավորությունը։ Եվ հռոմեացիները որոշել էին ամեն ինչ անել, որպեսզի Կապադովկիայի նշանակությունը եւ դերը բարձր լինի։ Եվ այսպես 96-93 թվականներին, ինչպես ասացինք, նա եղել էր այստեղ։ Իրավիճակը հասկանալու, ըմբռնելու համար։ Նա հենց սկզբից ի վեր հասկացել էր, որ Հռոմի հիմնական հակառակորդը արևելքում պետք է լինի Պարթևստանը։ Թեպետ Հռոմը եւ Պարթևստանը ուղղակի հարաբերություններ համարյա թե չէին էլ ունեցել։ Բայց այս խորաթափանց պետական գործիչը արդեն հասկացել էր, որ հիմնական գործը նրանց հետ է լինելու։ 93 թվականին Հայաստանը, Մեծ Հայքը եւ Պոնտոսի թագավորությունը միասին դաշնակցած մտել էին Կապադովկիայի տարածք։ Պոնտական արքան ուզում էր այստեղ Միրդատ եւ Պատորը, ուզում էր այստեղ գահ բարձրացնել իր որդիներից մեկին, Տիգրանը բավարարում էր նրանով, որ լավ է, գույքը կվերցնեմ, անասուններ, ստրուկներ,
արհեստավորներ, քաղաքաբնակներ, առևտրականներ իր երկրի համար այս վերջիններս արտակարգ կարևոր էին։ Հա, կբերեմ, բայց հանդիպեց Սուլայի ուժեղ հակահարվածին եւ Տիգրան արդեն հետագայում պետք է հասկանա, որ պետք չէ Հռոմի հետ ընթարման մեջ մտնել։ Նա հիշում էր, որ 189 թվականին իր նախնիներից Արտաշես առաջինը ինքնուրույն, ինքնիշխան թագավորություն էր ստեղծել, երբ 190 թվականին Մագնեսիայի ճակատամարտում հռոմեացիները հաղթել էին Անտիոքոս III-ին եւ նա եւ Ծոպքի արքան Զարեհը իրենց անկախ էին հռչակել։ Եվ այստեղ ամենայն հավանականությամբ բարեկամական հարաբերություններ էին հաստատվել Հայաստանի, եւ Հռոմի միջև։ Այս միտքը հաստատվում է նրանով, որ երբ 183-179 թվականներին կոնֆլիկտ բռնկվեց Փոքր Ասիայում, մի կողմից Կապադովկիաներ եւ Պերգամոնը, մյուս կողմից Փոքր Հայսկը, Պոնտոսը, Սեպսովի առափնյա շրջանների քաղաքները հունական կոնֆլիկտի լուծման համար ստեղծեցին արբիտրների խումբ։ Այստեղ առաջինը հիշատակում է Արտաշես մեր առաջին արքան, այս հռոմեացիների առաջարկով էր եղել։ Մի խոսքով մենք ունենք իրավունք ասելու, որ դեռևս երկրորդ դարի 80-ական թվականներից Հայաստանի եւ հեռավոր Հռոմի, այն ժամանակ հեռավոր Հռոմի միջև հաստատվել էին բարեկամական հարաբերություններ։ Բայց հիմա Հայաստանին եւ Պոնտոսին հեռացնելով Կապադովկիայից եւ Արիոբարզան արքային բարձրացնելով կրկին գահ, Սուլան հասավ այն բանին, որ Բարթևներն իր մոտ Մերդատ երկրորդ արքան իր մոտ ուղարկեց դեսպանորդ։ Տեսարանը չափազանց հետաքրքիր է։ Մենք ունենք եւ պատկերագրությունը եւ Պլուտարկոսի նկարագրությունը։ Պատկերագրության մեջ ներկայացված որ Սուլան նստած է, իսկ նրա դիմաց կանգնած է Բարթև դեսպանորդը եւ Կապադովկիայի արքան։ Դրության տերը ինքն էր։ Նա առաջին անգամ ձևակերպեց Բարթևներին, ներկայացրեց, որ Եփրատը իրենց եւ Բարթևների սահմանն է։ Տարօրինակ է, որ այդ ժամանակ դեռևս գոյություն ուներ Սելևկյան տերությունը, եւ Հռոմը դեռևս արևելքում չէր հասել Եփրատին, բայց սա եկել էր արդեն խոսում էր այն մասին, որ սահմանը պետք է լինի Եփրատը, որ Բարթևները դրանից անդին անցնելու իրավունք չունեն։ Միայն այդ պայմաններում էր իր թելադրած այս պայմաններում էր, որ կարող է նրանց միջև բարեկամություն լինել։ Երբ դեսպանորդը եկավ եւ Միրդատ երկրորդ արքային ներկայացրեց այս մանրամասները այս հանդիպման, արքային հանկարծ ասեց, նրանք բարեկամությունը այլ կերպ են ընկալում։ Բարթևների ընկալած բարեկամությունը եւ հռոմեացիների ընկալած բարեկամությունը այլ բաներ են։ Զայրացած Բարթևարքան նրան գլխատել տվեց, որ թողել էր, որ իրեն ստորացնեն, ստորացրել են Բարթևական պետությունը։ Այս առանձին առաջին հանդիպման ակտը հռոմեացիների եւ Բարթևների սրանով ավարտվեց։ Բարթևներն լրիլ այն ընդունեցին, որ Եփրատը իրենց սահմանն է, այո, եւ լրիլ այն հասկացան, որ սրանք բարեկամությունը լրիվ այլ կերպ են ներկայացնում։ Այնուհետև մենք խնդրի այս քննարկումը կանգնեցնում ենք եւ անցնում ենք հայոց հարցերին։ Այստեղ կանգ առնենք այս ստեղծագործության այս հատվածում։